Սամվել Կարապետյանն իր առանձնատանը հանդիպել է ուժեղ Հայաստան դաշինքի ՄԱՍ նոր դարաշրջան կուսակցության անդամների հետ։ Ներածական խոսքում հիշեցրել է, համախմբվել են Հայաստանը չկորցնելու, այս իշխանությանը վռնդելու, ուժեղ Հայաստան կառուցելու ու նոր դարաշրջան սկսելու նպատակի շուրջ։ Նախորդ 8 տարիներն ասել է, պետք է հնարավորինս շուտ ջնջել մեր իրականությունից, քանի որ դրանք խայտառակության տարիներ էին։ Ինչքան շուտ մենք մոռանանք, այնքան շուտ կունենանք պայծառ ապագա, բայց ուզում եմ զգուշացնեմ, սրանք շատ նենգ են, սրանք շատ համառ են, սրանք կորցնելու բան ունեն, իրենց աթոռները, իրենց թալանը։ Հավելել է, իշխանությունն աթոռները փորձում է պահել, ժողովրդին վախեցնելով, թե հակառակ դեպքում պատերազմ է լինելու։ Կարապետյանի խոսքով Հայաստանում տոտալ վախի մթնոլորտ է, վախեցած են բոլոր գործարարները։ Ես չեմ էլ հասկանում ինչից եմ վախեցած։ Բոլորի վրա հարյուրավոր քրեական գործեր են հարուցել, բոլորի ընտանիքները հետապնդվում են։ Էլ դուք ինչ ունեք կորցնելու, այն որ ասում են բացի ձեր շղթաներից, բոլորին մենք պետք է զարթնեցնենք, բոլորը պետք է դուխով, ձեր նման դուխով, Հարութի նման դուխով։ Դա կոչվում է հայրենասիրություն։ Կարապետյանին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր մտավորականներին լսելուն, նրանց, ովքեր կեղտոտված չեն, քաղաքականության մեջ չեն եւ ուզում են ունենալ ուժեղ ու փրկված Հայաստան։ Դա նաեւ PR տեսանկյունից մեծ արձագանք կարող է ունենալ, նկատեց հարցի հեղինակը։ Մշակույթի մարդկանց մենք չպետք է խնդրենք, մենք չպետք է աղաչենք, որ դուք պետք է առաջնորդեք այս պայքարը։ Իրենք ոչ թե պետք է գան մեզ օգնելու, իրենք պետք է առաջնորդեն պայքարը։ Ինձ ոչ մեկը չի խնդրել, որ մտի պայքարի, ես բանտի խցում եմ որոշում կայացրել։ Այդուհանդերձ շեշտել է, իրենք գոռոզ մարդիկ չեն ու պատրաստ են բոլորի հետ գործակցել, եթե նրանք ունեն մաքուր ձեռքեր ու մաքուր անցյալ։ Առավել ևս հիմա մենք իրենց կարիքը ունենք։ Մեր պայքարը միայնակ մարդու պայքար չի, պետք է բոլորս միասին պայքարենք, բոլորս։ Ես պատրաստ եմ հանդիպեմ մեր մշակույթի կարկառու գործիչների հետ, լսեմ իրենց խնդիրները, բայց մենք նույնիսկ այս դեպքում մեր ծրագրում ներառել ենք, որ ինչպես մանկավարժների, այնպես էլ մշակույթի գործիչների աշխատավարձերը 5 տարում 150%-ով բարձրացնում ենք, համամասնորեն ամեն տարի, ոչ թե 5-րդ տարին։ Այսինքն մենք մեր քայլը արել ենք իրենց։ Մնացածը արդեն իրենց խնդիրն է, ոնց կարձագանքեն, ինչ կանեն, մի անհանգստացեք, մենք մեր գործը գիտենք։ Կարապետյանը պնդել է, իրենց նկատմամբ ամեն օր ապօրինություն է տեղի ունենում, բայց իր թիմը գնում է բացարձակ հաղթանակի։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանն, այսօր չունի ժողովրդի աջակցությունը։ Մենք մեր կռացած մեջքը ձգելու ենք։ Հայ մարդը պետք է նորից հիշի, ինչպես էր ինքը 8 տարի առաջ։ Այս 8 տարվա կռացած վիճակից մենք դուրս ենք գալու։ Դա միակ ձևն է, որ Նիկոլ Փաշինյանին ուղարկենք վարչապետի հետ Ադրբեջանի շրջանները համերգ տալու։ Արտաքին քաղաքականության մասին հարցին անդրադառնալով Սամվել Կարապետյանը նշել է. շատ լավ հարաբերություններ են ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ մեր հարևան երկրների հետ, բայց այդ հարաբերությունները պետք է բխեն մեր ազգային շահերից ու պետք է օգուտ բերեն։ Հիմա ըստ նրա բյուջեի փողերը ծախսվում են տուրիստական անօգուտ ճամփորդությունների վրա։ 8 տարվա մեջ ես իրեն կոնկրետ առաջարկություն եմ անում։ Կոնկրետ մեկ օգուտ $100 գրպանից հանի ցույց տա, որ գոնե ինք անձամբ $100 է ստացել։ Այս մարդիկ բացարձակ չեն հասկանում, որ գլխավորը գումար աշխատելն է, ոչ թե գումար ծախսելը։ Մենք լինելու ենք գումար աշխատող կառավարություն։ Իրենք ընդամենը
մեկ ձևով են գումար աշխատում։ Վարկեր են վերցնում, տանում ասֆալտ փռում։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմային հերթական անդրադարձը եղել է նաև այս հանդիպման ընթացքում։ Կարապետյանը հիշեցրել է Ալիևն այդպիսի հայտարարություն է արել, ինքն էլ Փաշինյանին առաջարկել է, ասել, որ նման բան չի լինի։ Վախի չի ասում, արդեն 2 շաբաթ անցավ։ Որտեղ վախենում է, որտեղ ինքը գիտի իր գլխի գալիքը, բայց դա կապելու է նորից հայ ժողովրդի գլխին ու հայտարարելու արդեն 5-րդ հանրապետություն մենք ունենք։ Կիսահայկական, կիսաադրբեջանական հանրապետություն, նոր հռչակագիր է մեզ պետք։ Անդրադառնալով դիտարկմանը, որ արհեստական բանականության թեման այս իշխանությունը մենաշնորհ է դարձրել, բայց քանի որ իրենք դեպի ուժեղ Հայաստան են գնում, 21-րդ դարի այդ զենքը պետք է իրենց ձեռքում լինի որպես ինդուստրիա, Կարապետյանն արձագանքել է։ Առաջ երթին ուզում եմ ձեզ ասեմ, որ մի հավատացեք, թե ինչ որ մեկը գալիս է Հայաստան, մեկը 500 միլիոն, մեկը 9 միլիարդ, մեկը 5 միլիարդ, 8 տարի այս մարդիկ եղել են իշխանության։ 8 տարվա ընթացքում մի հատ հավի բուն չեն սարքել։ Սա իրենց մասով։ Հատուկ գոտի են ստեղծելու, հատուկ համալսարաններ են ստեղծելու, ամենալավ կադրերն են պատրաստելու ոչ միայն արհեստական բանականության, այլև ամբողջ թվային տեխնոլոգիաների զարգացման համար։ Դրանց կից ստեղծվելու են ձեռնարկություններ։ Աննա Զախարյան, լուրեր։